Իմ քայլը հիմնադրամը 2022 թվականին նախաձեռնեց եւ մեկնարկեց քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլում ունեցել են 10 շրջանավարտներ։ Ծրագրի երրորդ փուլում ուսում է ստանում 7 ուսանող։ Իրինա Սաֆարյանը, որը ծրագրի առաջին փուլի շրջանավարտներից է, ներկայումս ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հայցորդ է։ Նրա խոսքով, երբ լսել է ծրագրի մասին, ցանկացել է մասնակցել։ Քվանտածրագրի մասին իմացել եմ իմ վաղեմի ծանոթներից մեկի միջոցով, ով մասնակցել էր ամառային դպրոցին եւ ինձ տեղեկացրեց ծրագրի մասին։ Ի սկզբանե հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ասեց ուսումնական process-ում ընդգրկված են արտերկրի դասախոսներ, հայազգի դասախոսներ, այլազգի դասախոսներ ու հնարավոր է ոչ միայն կրթություն ստանալ, այլ իրենց հետ ծանոթության միջոցով արտերկրի հետ կապված պլաններ կազմել, ուսումնական process-ը շարունակելու առումով, կարիերան կերտելու առումով հետաքրքրեց ծրագիրը, ի սկզբանե ունեցա մտավախություններ, քանի որ ամառային դպրոցին չէի մասնակցել, բավականին ժամանակ էր անցել, ինչ ավարտել էի բակալավրիատը, ընթացքում այլ մասնագիտություն էի ձեռք բերել, բայց ամեն դեպքում որոշեցի մասնակցեմ ծրագրին։ Մեր հիմնական մոտիվացնողներից էր քվանտայի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը, ով անընդհատ ոգևորում էր բոլոր ուսանողներին։ Եվ այս ամենը նպաստեցին նրան, որ ես իմ մասնագիտությունը շարունակեմ նաև ասպիրանտուրայում եւ Հայկ Արայիչի նախաձեռնությամբ ես ընդունվեցի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում որպես հայցորդ։ Նա դարձավ իմ գիտական ղեկավարը, ինձ ընդունեցին ինստիտուտում որպես ավագ լաբորանտ եւ այս պահին ես փորձում եմ իմ գիտական աշխատանքը կատարել այստեղ։ Այս պահին մենք աշխատում ենք իմ գիտական հոդվածի վրա։ Հոդվածը գրեթե պատրաստ է, վերջին շտկումներն ենք իրականացնում։ Իմ գիտական թեման է Կալոջերոյի մոդելի կիրառումը քվանտային բազմամասնիկային համակարգերի ուսումնասիրման համար, որտեղ մենք ուսումնասիրում ենք այնպիսի խնդիրների դաս, որոնք Կալոջերոյի մոդելի միջոցով ամբողջությամբ լուծելի են։ Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկա մագիստրոսական ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանն էլ տեղեկացրեց, որ 2025 թվականի սեպտեմբերից ծրագիրն իրականացնում են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի հետ։ Գտնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ աշխատում է մեր առաջին տարվա շրջանավարտներից Իրինա Սաֆարյանը։ Իմ քայլը հիմնադրամը շատ ուրախ է ուսանողների գրանցած հաջողություններով այս կարճ ժամանակահատվածում, այդ թվում եւ Իրինա Սաֆարյանի, ով մեր լավագույն ուսանողներից է եղել։ Նշենք, որ ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ աշխարհի առաջատար համալսարաններից հրավիրված մասնագետներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։